Ռուսաստանը գործի է դրել տնտեսական մահակը, մինչդեռ Հայաստանը վաղուց գտել է այդ ռիսկերը նվազագույն կորուստներով շրջանցելու բանաձևը։ Մեր երկիրը վերջին շրջանում հաջողությամբ դիվերսիֆիկացնում է տնտեսությունը, հատկապես ակտիվացել են հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Մենք խրախուսում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ անել Հայաստանում։ Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը միայն այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ աճել է ավելի քան 54%-ով, բացի դա տնտեսական կապերը խթանելու կոնկրետ ծրագրեր, փաստաթղթեր ու տեսանելի աշխատանք արդեն իսկ առկա է։ Դեռ մայիսի 5-ին Հայաստան-ԵՄ անդրանի գագաթնաժողովին ստորագրվեցին տնտեսական դիվերսիֆիկացիան ակտիվացնող մի շարք փաստաթղթեր։ Հայաստան-ԵՄ կապակցվածության գործընկերության համատեղ հայտարարությունն ընդգրկում է ռազմավարական 3 ճյուղեր՝ տրանսպորտ, էներգետիկա եւ թվային ոլորտ։ Այս հայտարարությունն արտացոլում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության մտադրությունը հետամուտ լինելու համագործակցային, փոխշահավետ և հեռանկարային հավակնոտ գործընկերության, ճանապարհ հարթելով շոշափելի արդյունքների համար, որոնք ամրապնդում են Հայաստանի ինտեգրումը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերին և նպաստում տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և կապակցվածությանը։ Տիպը իրենից և նաև սահմանների բացումը Հայաստանի համար բավականին լուրջ լոգիստիկ հնարավորություններ է բացելու եւ ես առաջինը կշեշտեի լոգիստիկան որպես տնտեսության ոլորտ, որը եվրոպական եւ ոչ միայն եվրոպական ներդրողների համար կարող է հետաքրքիր լինել։ Մենք խոսում ենք այսօր, որ ունենք բավականին մեծ AI գործարան, Հայաստանում եւ անխուսափելիորեն մեր մոտ արևային էլեկտրակայանների լրացուցիչ էներգետիկ հզորությունների մասին խոսք կարող է գնալ այդ battery storage-ների, էլեկտրաէներգիայի կուտակման կայանների մասին խոսք կարող է գնալ այս ոլորտները, ես կարծում եմ առաջիկա տարիներին բավական հետաքրքիր կլինեն օտարերկրյա ներդրողների համար։ Այս ամենը խթանելու նպատակով Եվրոպական միությունը հայկական առանցքային ընկերություններին եւ հիմնադրամներին հանձնեց նաեւ մտադրության 6 նամակ։ Դրանք միտված են Հայաստանի տնտեսությունը եվրոպական չափանիշներին մոտեցնելուն, ներդրումների խթանմանը եւ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնմանը։ Մենք այդ այլընտրանքների փնտրտուքը տեսանք միայն Եվրոմիության անդամակցելու օրենքի մեկնարկը, ազդարելու մասին օրենքի ընդունումից հետո միայն պաշտոնապես ասվեց, որ այո, սկսում ենք դիվերսիֆիկացնել, փնտրել նոր ուղիներ, նոր շուկաներ։ Եվ դա լավ է, որովհետև այդպիսի հնարավորություններ ընձեռված են Հայաստանի համար։ Դա գալիս է նախ այն մեծածավալ աջակցության խոստումներից, որը որ կա Եվրոմիության կողմից, 2.5 միլիարդ արդեն հայտարարվածից մի մեծ մասը արդեն իրացվել է, բայց նոր տրանշ է առաջարկվում, ելի մոտավորապես այդ կարգի գումար։ Դա հասկանալի է միայն օգնություն չի, դա նաև վարկեր են եւ դրա համար պետք են ծրագրեր, բայց դա որոշակի կարողություններ է պահանջում կառավարությունից։ Հրապարակվեց նաև ԵՄ-ում եվրոպական տնտեսական տարածքում եւ Հայաստանում գրանցված ընկերություններին մեր երկրում ներդրումների իրականացման հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավերը։ Նախագծերը պետք է կենտրոնանան Հայաստանի վրա եւ նպաստեն Հայաստանի դիվերսիֆիկացմանն ու մրցունակությանը, գլոբալ դարպասներ ռազմավարության ոլորտային առաջնահերթությունների համաձայն։ Ընդհանուր ներդրումային նախագծի ծավալը պետք է կազմի առնվազն 30 միլիոն եվրո, իսկ նախագիծը խթանողի կապիտալի մասնակցությունը նախագծի ընդհանուր ներդրումային արժեքի առնվազն 20%-ը։ Նախատեսվում է Հայաստանի եւ եվրոպացի տնտեսվարողների հետ համագործակցությամբ հիմնել ձեռնարկություններ եւ խոսք գնում է խոշոր ձեռնարկությունների մասին։ Ինչու խոշոր ձեռնարկությունների մասին, որովհետեւ շատ դեպքերում այդ խոշոր ձեռնարկությունները կարողանում են իրենց հետևից տանել փոքր ձեռնարկություններին, բայց բնականաբար 30 միլիոն դոլարը բավականին բարձր շեմա մեր տեղական բիզնեսի համար, բայց միևնույն ժամանակ այդ 30%-ի 6 միլիոնը պետք է ներդրվի սեփականատերի կողմից, մնացած 80%-ը, այսպես կոչված խառը ֆինանսավորման եղանակով է տրամադրվելու, ես ենթադրում եմ խոսքը գնում է դրամաշնորհային եւ վարկային, այսպես համաձայնագրերի մասին։ Հայտեր ներկայացնելու դիմումների հարթակը բաց կլինի 12 ամիս։ Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին առայժմ ակտիվ քննարկումների փուլում են ԵՄ գործընկերներն ու մասնավոր հատվածի ընկերությունները։ Ըստ էության այս համաձայնագիրը ինքը նաև ազդակ էր, եվրոպական ներդրողներին, որ Հայաստանը Եվրամիության համար ցանկալի ուղղություն է ներդրումներ կատարելու։ Ես կարծում եմ սա կարող է նշանակություն ունենալ, լրացուցիչ մոտիվ առաջանա ներդրումներ կատարելու համար,
բայց պետք չէ շուտափույթ արդյունքներ ակնկալել, որպես կանոն ներդրողները շատ ավելի զգուշավոր են, քան քաղաքական գործիչները եւ որոշակի ժամանակ է պետք։ Նախ առաջինը, որ ծրագիրը իր բոլոր մանրամասներով բոլոր ներկողմերի համար հասկանալի լինի, սա առաջինը, եւ երկրորդը պետք է ուսումնասիրվի մեր տնտեսությունը հասկանալու համար այն կոնկրետ բիզնես հնարավորությունները, որտեղ հնարավոր է ներդրումներ անել։ Ես կարծում եմ, այս մասով մենք արդյունքներ կարող ենք սպասել 2028 թվականից ոչ շուտ։ Էներգետիկա, տրանսպորտ, լոգիստիկա, թվային տեխնոլոգիաներ, նոր արարություն, նաև առողջապահություն, կրթություն, գյուղատնտեսություն, ահա այս ոլորտներով հետաքրքրված բիզնեսը կարող է դիմել ծրագրին։ Այս տեղավորվում է գլոբալ դարպասներ ծրագրի շրջանակներում։ Գլոբալ դարպասները դա եվրոպական խոշոր ծրագիր է, որը որ ապահովելու է լոգիստիկ շղթաների զարգացումը Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, որը անցնում է Հայաստանով, բարեբախտաբար արդեն անցնում է Հայաստանով, որտեղ մենք մեկուսացած ենք բոլոր այդ ծրագրերից, միջև այս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ այսպես խաղաղության ձևակերպման շրջափուլը։ Հիմա քանի որ մենք ներգրավված ենք, այդ ամեն ինչը իրացնելու հնարավորություն կա։ Տնտեսագետ Հայկ Ասվանյանը համոզված է, Հայաստանը պետք է պահպանի հավասարակշռված մոտեցումը շարունակելով անդամակցությունը ԵԱՏՄ-ին, բայց զուգահեռ իրական քայլեր կատարելով եվրոպական ինտեգրման ուղղությամբ։ Այն քայլերը, որ այսօր կառավարությունը վարում է, ես պետք է նշեմ, որ լիարժեք իմ տեսլականի մեջ մտնում է, այսինքն շարունակել ԵԱՏՄ-ին անդամակցությունը այնքանով որքանով միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկել դեպի եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ, այլ բան, որ իմ կարծիքով այս բանը ձեռնարկվող քայլերը դեռ բավարար չեն։ Մենք չենք տեսնում այն ակտիվ քաղաքականությունը, որը կարելի է ակնկալել։ Ես կարծում եմ, այս մասով մենք նաև Եվրոպական միությունից պետք է ստանանք ակտիվ տեխնիկական աջակցություն, որպեսզի այդ անցումը հնարավորինս արագ իրականացվի եւ հնարավորինս անցավ։ Ջերմուկի, կոնյակի եւ հատկապես ծաղիկների դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված վերջին օրերի խնդիրները ըստ մասնագետների ցույց են տալիս, մեկ շուկայից կախվածությունը տնտեսության համար կարող է լուրջ հարվածների պատճառ դառնալ։ Եվրամիության հետ տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է համարվում ԵՄ-ում եւ համաշխարհային մաքսային գազམ་ակերպությունում մաքսայի նոր կցորդի նշանակումը։ Պաշտոնը թափուր էր 2 տարուց ավելի։ Այդ պաշտոնում օրերս նշանակված Միքայել Խաչատրյանի խոսքով արդեն աշխատանքներ են տարվում հայկական մաքսային համակարգը եվրոպական եւ միջազգային չափանիշներին մոտեցնելու ուղղությամբ։ Գործընթացներ կան, որպեսզի մաքսային ոլորտի կանոնները մոտարկվեն եվրոպական եւ միջազգային չափանիշների, բայց ամբողջ նպատակը ոչ միայն դա է, այլ ներդաշնակեցնել գործելակերպը, որպեսզի եվրոպացի ներդրողը Հայաստանում առնչվի իրեն ծանոթ մաքսային վարչարությանը։ Նաեւ նպաստի, որպեսզի այն խոչընդոտները, որոնք գոյություն ունեն հայկական արտահանողների համար, եվրոպական միությունում հաղթահարվեն կամ դրանց տրվեն լուծումներ։ Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում ասեն գլխավորապես այն մարտահրավերները, որոնք առնչվում են տարանցման համակարգի արդենականացմանն ու միջազգային ստանդարտների ինտեգրմանը։ Մենք խնդիր ենք դրել, որ այս պայծրությամբ առևտրաշրջանառության դյուրինացման համար միանանք միասնական տարածման կոնվենցիային, նոր համակարգչային տարածման համակարգին։ Միաժամանակ այս ամբողջ գործընթացների հիմնական նպատակն է բարելավել մաքսային ոլորտում վարչարությունը, նաև միասնական ջանքերով պայքարել այդ ոլորտում խախտումների դեմ։ Հայկական կողմի նպատակը ոչ միայն եվրոպացի ներդրողների համար կանխատեսելի միջավայր ստեղծելն է, այլև Հայաստանը միջազգային լոգիստիկ հանգույցի վերածելը։ Կան խոչընդոտներ հիմնականում վերաբերում են ԵՄ տեխնիկական եւ որակական պահանջներին, ապրանքների վերաբերյալ։ Միաժամանակ կարող եմ մենակ ասել, որ կան գործուն քայլեր այդ ուղղությամբ ուղղված, որպեսզի հաղթահարվեն այդ խոչընդոտները, այս պայծրությամբ մաքսային եւ տարանցի գծակարգերը, երբ որ դարձնեն թափանցիկ, կանխատեսելի եւ համահունչ, դրանք ավելի կնվազեցնեն բիզնեսի համար ռիսկերը, ժամանակային կորուստները սահմանին կվերանան, նաև մեր տեղական արտադրողները ծանոթ կլինեն եվրոպական չափանիշներին, որպեսզի կարողանան ապահովել արտահանումը։ Ռուսական մահակից մինչև տնտեսական անկախություն փորձագետները հուսով են հայկական բիզնեսը սկսել է մեկ շուկայից կախվածությունը թոթափելու հետ հաշվարկը։ Վոլոդիա Մուշեղյան, Արման Թովմասյան, Ռաֆիկ Սողոմոնյան եւ Ռուբեն Մնացականյան, Կիրակ Նորյա լուրեր։